Այդքան շատ տիպիկ մի օրինակ է։ Երկրաշարժով եւ հրաբխային ակտիվությամբ էլ հենց կբացատրվեն այն ամենը, ինչ կարդում ենք Աստվածաշնչում։ Աստվածաշունչը մեզ հայտնում է, թե ինչպես գետի նվեր էր բարձրանում հնոցի ծխի պես, թե ինչպես ծծմբով կրակ էր ցածթափվում, կործանելով դաշտավայրի քաղաքները եւ դրանց բնակիչներին։ Սակայն շատերը կասկածամիտ են։ Իրոք կործանվել են լեգենդար այդ չար քաղաքները, ինչպես Աստվածաշունչն է ասում։ Քնիաբանները այդ 5 վայրերից 3-ը պեղել են Մեռյալ ծովի երկայնքով։ Պեղումները ցույց են տալիս, որ դրանք բոլորը հանկարծահաս կործանվել են, իսկ մակերեսի մոխրի շերտը վկայում է, որ դրանք կործանվել են կրակից։ Հետաքրքիր է նաև այն, որ ծովի երկայնքով կառուցված են եղել 5 ջրատարներ, որոնք Հորդանանի կողմից թափվում էին Մեռյալ ծովի հովիտը։ Ինչ վերաբերում է հյուսիսային մասում գտնվող Բաբեդերային, ապա այստեղ հայտնաբերվել է մի քանի մեծաքանակ գերեզմանոց, որտեղ թաղված են եղել շուրջ 50,000 հոգի։ Սա գալիս է վկայելու այն մասին, որ այդ տարածքը այդ ժամանակներում զգալի թվով ազգաբնակչություն է ունեցել։ Բաբեդերա հինավուրց քաղաքը, որը որոշ գիտնականներ նույնացնում են Աստվածաշնչյան Սոդոմի հետ, գոյություն է ունեցել բավական դարեր նախքան իր հանկարծահաս կործանումը դեպի վաղ բրոնզե դարի վերջը։ Հորդանանի հնագիտական թանգարանի այս ցուցանմուշները տարբեր դարերի եւ զբաղմունքի պարագաներ են։ Սափորներ, կուժեր, զենք, որոնք շատ լավ պահպանվել են անհատական գերեզմանոցում։ Իմ ձեռքին փոքրիկ սափոր է տափակ հատակով, փոքրիկ կոթով, որը շատ բնորոշ էր վաղ շրջանի Բաբեդերային։ Հաստատապես կարող ենք ասել, որ Սոդոմն ու Գոմորը ոչ միայն գոյություն են ունեցել, այլև կործանվել են, ինչպես որ նկարագրված է Աստվածաշնչում։ Սոդոմ-Գոմորի կործանման պատմությունը շատ ավելին է, քան երկու քաղաքների կրակով ավերման նկարագրությունը։ Դա պատմություն է Աստծո դատաստանի մասին ընդդեմ չարի, միաժամանակ եւ Աստծո ողորմածության մասին բոլոր նրանց հանդեպ, ովքեր փնտրում են Աստծուն։ Մենք հասկանում ենք այսօր չարի եւ բարու միջև եղած տարբերությունը, թե հակված ենք անտեսելու ճշմարիտը, կրելով դրա հետևանքները։ Խորհիր այս մասին։